Բարի լույս, բարի առավոտ բոլորիդ։ Շատերիդ հետաքրքրում է իմ տան պրոյեկտը, թե ինչպես ենք մենք կառուցել մեր տունը եւ ինչու մի հարկի վրա։ Ասեմ ձեզ, լինելով սպորտսմենուհի, ես գիտեի, որ իմ ծնկերի պրոբլեմներ կլինի, քանի որ շատ վնասվածքներ եմ ստացել, ամուսնուս հետ որոշեցինք եւ ես խնդրեցի, որ կառուցենք մի հարկանի տուն, որտեղ սա շատ պրակտիկ է։ Եվ ձեր խնդրանքով եւս մեկ անգամ ցույց եմ տալիս իմ տան պրոյեկտը։ Մտնում ենք ներս, աչի վրա ես գծեցի այս տիպի բավականին մեծ սալոն սալամանժե, այսինքն հյուրասենյակ եւ ճաշասենյակ։ Եվ ասեմ ձեզ 15 տարի առաջ կառուցեցինք տունը, ես ամբողջը արել էի մետլախ, քանի որ դա էր այդ ժամանակ շատ ակտուել։ Հետո փոխեցինք, ես որոշեցի ամբողջ անել պարկետ եւ պարկետը նա ավելի մեծացնում է տունը եւ ես սիրում եմ շատ ամեն ինչը հասարակ, շատ չեմ սիրում լցնել։ Իմ ամբողջ սալոնը քառակուսի 50-55 քառակուսի մետր է եւ ես ամեն ինչը նախընտրեցի, որ լինի պարզ, հասարակ եւ շատ հեշտ, որպեսզի մարդիկ անգամ երբ որ տոն են անում ծննդյան տարեդարձ եւ ամեն ինչը լինի բավականին լայն եւ ընդարձակ։ Ես սիրում եմ ամեն ինչը մեծ, դե քանի որ կառուցողը ամուսինս էր, մեր վրա դա ավելի իհարկե բնականաբար մատչելի նստեց։ Սա իմ աշխատասենյակն է, բյուրոն, որտեղ ես անցկացնում եմ իմ ամբողջ առավոտը, քանի որ ես աշխատում եմ տանից, եւ ես որոշեցի դնել նաեւ ինչու՞ չէ մի դիվան, որպեսի բազմոց, որպեսի ես երբեմն հանգստանամ եւ իմ հեռուստացույցը, քանի որ իմ ամուսինը եւ ես մենք նայում ենք տարբեր ֆիլմեր եւ տարբեր հաղորդումներ։ Ինքը ամբողջ օրը սպորտի վրա է նստած, իսկ ես սիրում եմ երեկոյան ռոլաքս լինեմ եւ նայեմ իմ Netflix-յան սերիալները։ Ահա, սա իմ սալոնը, սա ես նկարել եմ ժողովուրդ ջան 25 թվականին, դրանից հետո էլի բաները փոխվել, որովհետև ես շատ սիրում եմ հաճախակի փոխել։ Սա իմ լվացքատունն է։ Ճիշտ ասած, ես կարող եի երկուսը դնել իրար կողք, բայց քանի որ կան հարմարություն Amazon-ում են վաճառում, նրանք ովքեր չգիտեն, ինձ ասեք, ես ձեզ կուղարկեմ լինքը, հատուկ պաստավկա է, 100 եվրո արժե, դնում ես եւ չորացնող մեքենան դնում վրան։ Դա շատ հարմար է բնակարաններ ունեցողներ, կվարտիրաներ, որ տեղ չունեք շատ։ Ահա, սա օրենքով ես նախատեսել էի, որ նաև լոգասենյակ, բայց չպատահարեցինք, որտեղ արդեն երկու հատ ունենք։ Սա իմ աշխատասենյակն է, ճիշտ ասած, սա մենք կառուցել ենք ամեն ինչը իմ սկեսուր սկեսրարս էին այստեղ մնալու, իհարկե երկար կեսուրս 10 տարի ապրեց, կեսարս չէ, եւ սա իր սենյակներ, իր սպալյան, ամեն ինչով հարմարություններով, հիմա այսօր սա ես օգտագործում եմ որպես ինձ խանութ, քանի որ այստեղ լինում է իմ հավաքածու։ Ահա սիրելիներս, ամեն ինչը այնպես եմ արել, որ լինի հասանելի, հարթուկներ եմ այստեղ անում, գիտեք ինչ, շատ սենյակներ ունենալը դա իհարկե լավ է, որովհետև դու կարողանում ես ամեն ինչը ճիշտ դասավորել։ Հիմա անցնում ենք այս փոքրիկ միջանցքով, սա ձախ կողմն է, տան ձախ կողմն է։ Ահա իմ սալոնը, սալամանժեն, եւ ինչպես տեսնում եք, ես ունեմ դուռ պատուհաններ շատ, որովհետեւ դա բավականին լույս է։ Ասեմ ձեզ, իմ դեկորացիան ամեն ինչը, սիրելիներս, ես չեմ գնում շատ թանկ խանութներից, ես սիրում եմ փոխել, կարևորը գինը չի, կարևորը որ դուք հավանեք եւ լինի ամեն ինչը պարզ։ Սա իմ խոհանոցն է, խոհանոցներ փոխեցի եւ որոշեցի, որ մեջտեղում դնել այս սեղանը, որ կոչվում է աշխատելու սեղան եւ դրա հետ մեկտեղ այս կողմի վրա աթոռներ։ Սա ես եմ ամբողջը նկարել, IKEA-ից եմ գնել իմ խոհանոցը, բացի իհարկե էլեկտրական այդ էլեկտրոապարատներից սառնարանը Samsung-ն է ամերիկյան, ամենալավ ֆիրման է, բրենդն է, սրա վրա չխնայեք գին, ժողովուրդ ջան, գնեք ամենալավը։ Միկրովալնովին եւ ջեռոցը դա Sotech ֆիրման է։ Ամենակարևորը խոհանոցում ճիշտ ընտրեք ձեր դարակները, որպեսզի լինի հասանելի,
լավ դասավորեք, ամեն ինչը լինի ձեր աչքի առաջ, որպեսզի դուք ոչինչ չփնտրեք, դրա համար իմ խորհուրդը ձեզ գնեք միայն եւ միայն դարակներով, ոչ թե դռներով։ Իհարկե դա մի քիչ թանկ հաճույք է, բայց որ ձեզ ասեմ շատ թանկ հաճույք սուտ կլինի, ժողովուրդ ջան։ Ընդամենը դուք էկոնոմիա եք անում 50 եվրո, 40 եվրո, բայց հետո ձեր համար ավելի հեշտ է լինում։ Կարող եք անգամ ունենալ փոքրիկ խոհանոց, բայց ընտրել ճիշտ ձեր դարակները։ Դե ինչպես տեսնում եք գազօջախի տակը ես դնում եմ այն ապրանքները, որոնք որ օգտագործում եմ այդ թևի վրա, որպեսզի անգամ շատ չքայլես, շատ չտանջվես, գնաս այս կողմ, գաս այս կողմ։ Սա 80-անոց դարակ է, որտեղ կան իմ ամբողջ խոհարարական շերեփ եւ այլն եւ այլն։ Ահա, սիրելիներս, տեսեք ինչքան հեշտ է, ինչքան հասանելի է, երբ որ դուք ամեն ինչը մինիմալ ձևով դասավորում եք։ Ամբողջը գնել եմ IKEA-ից։ Սա ամանները լվանալու մեքենան է, որը ինքը հենց արդեն դուրը վրան է, կողքի դարակը ամբողջը գնում է աղբի եւ նյութերի դարակը լվացարանի տակը, սա իմ սրճի սարքերն են, հայկական սրճի եւ իտալական էքսպրեսո եւ այլն։ Դելոնգի ֆիրման է ամենաուժեղ, այստեղ ինչպես տեսնում եք սրճի անկյունն է, իմ սրճի բաժակներն են, այս ամբողջը դասավորված է լրիվ թեյը, շաքարը, սուրճը եւ այլն, իսկ տակը արդեն կանֆետներ եւ տեսնում եք ամեն ինչ այնպես եմ դասավորել, որ հեշտությամբ անգամ որ գալիս են հյուրերս, ասում եմ որտեղ են, ասում սրճի տակը, սա իմ թեյի բաժակներն են, այս դարակը ամբողջը հրուշակեղենի ապրանքներն են, այստեղ թասիկներ եմ դրել, ամենակարևորը պատարակաղների եւ դանակների, որ հենց այդտեղից դնում եմ սեղանի վրա, տեսնում եք ամեն ինչն այնպես եմ արել, որ չպտտվեմ, իհարկե չեմ ալարում պտտվելուց, բայց ամեն ինչը ռացիոնալ դասավորեք, սիրելիներս։ Դա նույնպես կոչվում է մինիմալիզմ։ Սա իմ ամբողջ համեմունքների դարակն է, որը ես շատ եմ սիրում, ամեն ինչը դասավորված, սա դեղեր, տոպրակներ, իսկ տակի դարակը եւս ամբողջ բրինձը, ալուրը, ամեն ինչը տեղավորում եմ այստեղ։ Ահա իմ խոհանոցը։ Տեսնում եք ավելնորդ ոչինչ բան չկա սեղանի վրա, չկա նաև շատ ապրանքներ, որոնք որ կան շատերը, որ շատ եք սիրում ամեն ինչը լցնել։ Գույնը սիրում եմ ես պաստելնի գույներ, որպեսզի շատ ավելի հանգիստ լինի։ Այս տեսնում եք, ես ցույց տվեցի, դա ես եմ այնպես արել, որպեսզի մի կողմը նստենք, իսկ մյուս կողմը լինի դարակ եւ չկորցնենք։ Հիմա սիրելիներս, գնում ենք միջանցքով իմ սելիեն, կոչվում է պահեստասենյակ, որտեղ որ ես ամբողջը դասավորում եմ, դնում եմ իմ սնունդը, գնում եմ, քանի որ ես ապրում եմ բավականին հեռու 25 կիլոմետր քաղաքից, ամեն ինչը տեսնում եք գնում եմ շատ, որպեսզի մի ամիս չգնամ, 3 շաբաթ չգնամ գնումներ անելու, եւ դա լավ է, եւ վատը նա է, որ մի բան պակասում է, չենք կարողանում գնել, այսինքն կարողանում ես 12 կիլոմետր պետք է գնաս, որպեսզի գնես, բայց լավն էլ այն է, որ սա շատ էկոնոմնի է, եթե դուք գնում եք ամեն ինչը, ամեն րոպե խանութ չեք գնում եւ ամեն անգամ փող չեք ծախսում դրա համար։ Ես խորհուրդ կտամ ձեզ, եթե հնարավորություն ունեք, ձեր գնումներն անել 2 շաբաթը մեկ եւ կտեսնեք, թե դուք ինչքան ավելի էկոնոմիա եք անում, քանի որ կինը մտավ խանութ, հնարավոր չի կողքից ուրիշ ոչինչ չգնի։ Սա երկրորդ տուալետն է, ինչպես տեսնում եք այս մետլախից էր ամբողջ տունը, ինքը քարային ամրոցի քար է yarել, որովհետև այդ ժամանակ դա շատ տրենդ էր, բայց հետո փոշմանեցի։ Ամբողջ պատերը ես եմ ներկել, ժողովուրդ ջան, պարկետը ամուսինս է դրել։ Սա մի սենյակն է, Դավիթի սենյակը կարող եմ ասել, հյուրասենյակ, 2 սենյակ կա, հյուրասենյակ, որ հյուրերը, քույրերս, եղբայրս գալիս են, սենյակը միշտ պատրաստ է, մաքուր, ես իհարկե դրանից բավականին շատ բան եմ փոխել։ Գիտեք, սիրելիներս, յուրաքանչյուր մարդ, ասեցի փոխել, հիշեցի, յուրաքանչյուր մարդ ինքը ցանկանում է ունենալ միշտ փոխել, որպեսզի յուրաքանչյուր կնոջ համար դա հաճելի է։ Եվ ես դա անում եմ ոչ թե ուրիշի համար, այլ իմ համար, որպեսզի իմ համար ինչ-որ նորություն լինի։ Ես գիտեմ, որ հիմա շատ կանայք կծիծաղեն, կասեն իսկականից։ Մենք անգամ կահույքի ձևը փոխում ենք, մեր համար արդեն դա փոփոխություն է։ Հաճելի է, ավելի ենք սիրում մեր տունը, մեր անկյունը։ Ինչպես դուք հիմա տեսնում եք, սա
Այսօր չկա, ամբողջը փոխված է, որովհետև ես ավելի գնեցի ավելի մինիմալիստ ձևով, ավելի ոնց ասեմ ձեզ ճիշտ ձևով, որպեսզի շատ տան երեսին ոչինչ չմնա, ամեն ինչը մնա դարակներում, մակիաժը, դուխիները եւ այլն։ Սա իմ սրբերի անկյունն է, որ ես հպարտությամբ եմ ձեզ ցույց տալիս, քանի որ ես մենք մեր ընտանիքը հավատք ունի, ես հավատում եմ իմ Տիրոջը եւ ես պատկանում եմ իմ առաքելական եկեղեցուն եւ հպարտ եմ դրա համար։ Սա իմ լոգասենյակն է, մեր լոգասենյակն է, որը նաեւ վերանորոգումից հետո փոխեցի, ինչպես տեսնում եք, իմ տան կահույքի գույները հիմնականում բաց փայտ եւ սպիտակի վրա են։ Ես սիրում եմ այդ սկանդինավյան հանգիստ գույները, որովհետեւ դա ինձ ավելի իմ ներվերը հանգստացնում է։ Ինչպես տեսնում եք, դռները, ամբողջ պատերը դա ես եմ ներկել, վերանորոգումը ամբողջությամբ ես եմ արել, բացառությամբ առաստաղից, որ չէի կարող Դավիթն է ներկել, իսկ պարկետը ամուսինս է դրել։ Սա մեր ննջասենյակն է, ննջասենյակը սովորական փոքրիկ հանգիստ ննջասենյակ, ինչպես տեսնում եք, չեմ սիրում շատ բաներ դնել, լցնել, պարզ, հանգիստ եւ իհարկե պարտադիր չի, որ ննջասենյակը լինի 100 քառակուսի մետր, քանի որ այնտեղ միայն քնում ես եւ հանգստանում։ Այս դուռը, ինչպես տեսնում եք, սա մայրիկի տունն է, կողքը, բավականին գեղեցիկ տուն ենք իր համար կառուցել եւ ես այդ դուռը թողել եմ, որպիսի իմ համար հեշտ լինի միջանցքով գալ եւ մտնել իր մոտ, քանի որ ինք ունի նաեւ ուրիշ մուտք, բայց ես ցանկացա, որ պրոյեկտի մեջ լինի դա։ Այնպես որ սիրելիներս, սա ցույց եմ տալիս երիտասարդ աղջիկներին, երիտասարդ կանանց, եթե կցանկանաք կառուցել տուն, կառուցեք մի հարկի վրա, որովհետև դա ավելի հեշտ է։ Մի մոռացեք, որ մենք մեծանում ենք, իսկ երկու հարկը իջնել բարձրանալը դա բավականին դժվար է։ Դե իմ սիրելիներս, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, սա հին բլոգ էր, ուղղակի դրեցի նոր հետևորդների համար։ Պակա-պակա։